Փրկեք կյանքեր, լվացեք ձեր ձեռքերը։ Քչերը գիտեն, որ ձեռքերը լվանալն ամենաարդյունավետ, ամենամատչելի եւ հասանելի միջոցն է վարակների կանխարգելման գործում։ Դեռևս 19-րդ դարում ավստրիացի բժիշկ Իգնաց Զեմելվայսը հայտնաբերեց, որ բժիշկների չլվացած ձեռքերը կարող են մահացու վարակներ տարածել ծննդաբերող կանանց շրջանում։ Եվ արդեն 1847 թվականին նա պարտադիր դարձրեց ձեռքերի լվացումը ախտահանող նյութերով, ինչը զգալիորեն նվազեցրեց հիվանդների մահացությունը։ Ավելի ուշ անգլիացի գիտնական Ժոզեֆ Լիստերը հաստատեց, որ մանրէները տարածվում են ձեռքերով և տարածեց ախտահանման ու մաքրության գաղափարը բժշկության մեջ։ Այս գիտական հիմքի վրա ձևավորվեց բժշկական հիգիենայի նոր դարաշրջան։ 21-րդ դարում ձեռքերի լվացումը դարձավ համաշխարհային կարևորության հարց։ 2008 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ձեռքերի լվացման համաշխարհային համագործակցությունը հայտարարեցին հոկտեմբերի 15-ը ձեռքերի լվացման համաշխարհային օր։ Այդ օրը նշվեց առաջին անգամ 2008 թվականին, երբ ավելի քան 120 միլիոն երեխա ավելի քան 70 երկրներում լվացին ձեռքերն օճառով, միաժամանակ ցուցադրելով մաքուր ձեռքերի ուժը։ Այդ պահից սկսած տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, այս օրը նշվում է ամեն տարի դպրոցներում, բժշկական հաստատություններում և համայնքներում։ Այդ մակերեսների վրա ապրում են բազմաթիվ մանրէներ, վիրուսներ, հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմներ, եւ եթե մենք ձեռքերը պարբերաբար ճիշտ ժամանակին եւ կարևորը ճիշտ ձևով չլվանանք, ապա ռիսկը շատ մեծ է, որ մենք կվարակվենք որևէ հիվանդությամբ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ այս օրը դարձել է ոչ միայն հիշեցում, այլև կրթելու հնարավորություն, տարածելով հիգիենայի մշակույթը ամբողջ աշխարհում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քոլեջի ուսանողները բժիշկ համաճարակաբան Սյուզաննա Սահակյանի գլխավորությամբ ևս միացան օրվա խորհրդին հետաքրքիր միջոցառումով։ Այս տարի վարակների կանխարգելման եւ հսկողության միջազգային շաբաթվա կարգախոսն է՝ պաշտպանենք, կանխարգելենք եւ առաջնորդենք։ Սա միջոցառումների համակարգ է, որը մեզ եւս մեկ անգամ հիշեցնում է, որ մենք պետք է զգոն լինենք, պատասխանատու լինենք իրականացնելու վարակների հսկողություն։ Նպատակը մեկն է՝ մարդկանց սովորեցնել, որ սովորական օճառն ու ջուրը կարող են փրկել միլիոնավոր կյանքեր։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օճառով եւ ջրով ճիշտ լվացումը կարող է գրեթե 50%-ով նվազեցնել աղիքային ինֆեկցիաների եւ շուրջ 25%-ով շնչառական վարակների ռիսկը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական քոլեջի ուսանողները նշեցին հետաքրքիր փաստ։ Մարդու վարքագծի վրա մեծ ազդեցություն ունեն հասակակիցները։ Օրինակ, Քենիայում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե աշակերտները տեսնում են, որ իրենց ընկերները լվանում են ձեռքերը, իրենք նույնպես ավելի հավանական է, որ անեն նույնը։ Այսինքն, մաքուր ձեռքերը կարող են դառնալ լավ վարքագծի վարակ, որը տարածվում է դպրոցից համայնք, համայնքից ամբողջ հասարակություն։ Երեք դուք կամ ես չգիտենք, թե մի փոքր մանր ինչ մեծ խնդիր կարող է առաջացնել բուժհաստատությունում, դա այդ խնդիրներից մեկը ներհիվանդանոցային վարակն է։ Ներհիվանդանոցային վարակը կարող է առաջանալ ամեն մի մանրեից, այդ մանրեները կարող են լինել տարբեր տեսակի։ Մաքուր ձեռքերը նշանակում են անվտանգ հիվանդ, ապահով աշխատակից եւ առողջ միջավայր։